Օրեր առաջ ծեծիեի ենթարկվել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում, Ֆակտոր TV-ի հարցինի պատասխան ասաց քաղաքական գործչի եղբայրը եւ անջատեց հեռախոսը։ Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ հուլիսի 25-ին ժամը 14-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ձեռնարկված անհետաձգելի եւ ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է, հայտնեց ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էրիկ Աստվածատրյանը։ Քննչական կոմիտեից էլ Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Լրագրող Վահե Մակարյանն իր էջում այս տեսանյութն է հրապարակել, նշելով, որ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը տարբեր օրերի մեքենայով անցել է Աբովյանի ավականու անդամ Նայիրի Հակոբյանի տան մոտով եւ մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին։ Այսօր առավոտյան միջադեպից տեսանյութ եւ որոշ մանրամասներ էր հրապարակել լրագրող Գայանե Զարգարյանը, նշելով, որ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ի կեսգիշերին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր մուտքի առաջ։ Ըստ լրագրողի իր տեղեկություններով ծեծի ենթարկողները կառուցապատման աշխատանքներով զբաղվող Կոտայքի մարզում գրանցված Միլոն Մայնինգ ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա ընկերներն են եղել։ Ֆակտոր TV-ն փորձեց կապ հաստատել Բաբկեն Հովակիմյանի հետ։ Միլոն Մայնինգից մեզ փոխանցեցին, որ ավելի ուշ հետ կզանգահարեն։